Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Դավթյան, մենք տեսնում ենք, թե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը մեր ուղղությամբ կրակելու եւ հրադադարը խախտելու միջոցներ է կիրառում եւ այսօր Ալբանիայում Նիկոլ Փաշինյան եւ Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Մենք հիմա չենք կարող ասել դա պաշտոնական հանդիպում էր թե ոչ, որովհետեւ տեսանք ինչ որ նստած սուրճի սեղանի շուրջ ինչ որ բաներ էին քննարկում։ Ինչ եք կարծում, այս անգամ Նիկոլը գոնե Ալիևին շատ կոնկրետ ասաց, որ հրադադարի խախտում ինչու է տեղի ունենում, որովհետև Տավուշում եւ Սյունիքում կոնկրետ կրակի տակ երկում էր կարևորագույն նշանակություն ունեցող տարածքներում։ Նախ պետք է որակեմ, այդ հանդիպումը ըստ իմ ընկալման եւ կարծիքով տեր ու ծառայի հանդիպում էր։ Ճիշտ է, ես ժեստիկուլյացիայի մասնագետ չեմ, բայց յուրաքանչյուր սովորական քաղաքացի ու դիտի այդ կադրը կհասկանա, որ այդտեղ ոչ թե կար հավասարը հավասարի հետ հանդիպում կամ թեկուզ քննարկում կամ թեկուզ լուրջ հարցերի քննարկում, կարողակի տեր ու ծառայի հերթական հանդիպում եւ նոր պայմանավորվածությունների գոնե եղածել կատարվածի կարճ ամփոփ տեղեկատվության փոխանցում։ Կադրերում նկատեցի, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մատերով sense հաշվարկ է կատարում, իմ մոտ միանգամից ասոցացվել, որ հաշվում է, էլ ինչ պետք է տա Հայաստանի Հանրապետությունից, մինչև այդ տվաստանել հետ մեկտեղ, ու եթե առհասարակ մենք վերհիշենք, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները վերջին 30 եւ պլյուս տարում ինչպիսին են եղել ու հատկապես 20 թվականից հետո, ես կարծում եմ, ու ինձ մեզ լսողները պետք է մեր հետ համաձայնեն, որտեղ ժպտալը ոչ մի բան չկար։ Ուրախանալու ոչինչ չկար։ Իմ ու պատահաբար չի, երբ որ հասարակությունը ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին թշնամի ու թուրքը համարում, դա ոչ թե արվում վիրավորանքի տեսքով, այլ արվում է հստակ պատկերը ցույց տալու տեսքով, այսինքն չի նեղանում իրեն որ թուրքն է։ Այո, եւ պատահաբար չի նաեւ այդ ժպիտների փոխանակումը։ Ինո ես չեմ ասում պետքա գնալ ինչ որ խոժորված դեմքով նստել Ալիևի դեմքով, բայց գոնե մի քիչ լրջություն, մի քիչ սթափություն, մի քիչ այդ պարտված վիճակով նկատի ունեմ ավելի խնդիրը շուտ լուծելու կամ թեկուզ իրավիճակը բարելավելու մի խոսքով, այսինքն սթափեցնելու մոնե տեսք պետք է անել, ոչ թե ասում պահանջած իրական իրավունքներ։ Դե Նիկոլ Փաշինյանը պահանջելուց այնքան հեռու է, ինչքան խոզնատորնիկից հեռու կներեք այս համատության համար, ուղղակի իմ համար ամոթ է հայտարարությունը ունենալ նման երկրի ղեկավար, ով Թշնամի պետության հետ հանդիպման ժամանակ ռեխը մինչև ականջները բացում է։ Ներկայացում է մեզ։ Այո, այսինքն իմ կարծիքով եւ ինձ թվում կհամաձայնեք իմ հետ, որ այսօրվա այդ ժպիտները, այդ մատերով հաշվարկը իմ կարծիքով ավելի շատ մեզ սպասող ապագայում աղետների վերաբերյալ են, որովհետեւ ես չեմ տեսել երբևիցե մի ԿՊԱ-ական, որ խորի սրտին ցավով ափսոսի կատարվածի մասով, դրանք ուղղակի պարզ քաղաքական հայտարարություն են եղել ազգային ժողովի անձնից կամ առասարակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ ասել, որ այս սրանք ունեն որևէ բարոյականություն եւ որևէ քաղաքական կամք կարգավորելու Հայաստանի այսօրվա եւ անվտանգության խնդիրները եւ տնտեսական եւ հասարակության մեջ այդ ատելության մեծ դոզավորումը որ կա, ես չեմ անի, որովհետեւ իրենք այդ միսիայով չեն եկել Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու, եկել են Հայաստանի Հանրապետությունը բառեզբուն իմաստով լուծարելու։ Եվ արդեն գիտենք տարբեր խոսակցություններ կան եւ արդեն պաշտոնական հայտարարությունը սահմանության փոփոխության մասով, այդ Զանգեզուրի միջանցքի մասով գիտենք, որ կա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություն ճանապարհների բացման մասով, այսինքն մենք տեսանք, թե ադրբեջանցի լրագրողի հետ ինչպես էր, հա, բացատրում ինչպես է փոխվելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ նաեւ այս կոնտեքստում հասկանում ենք, որ մենք ոչ թե ինքնուրույն պետություն ենք այլևս, այլ հաշվետու։ Այո, վերջին 21 թվականից հետո մենք շատ մեծ փոփոխություն տեսանք Նիկոլ Փաշինյանի արած քաղաքական հայտարարությունների եւ քաղաքական գործողությունների համատեքստում, Արցախի հանձնումից սկսած Հայաստանի սուվերեն տարածքում տարածքների զիջումով շարունակաբար եւ վերջը չգիտենք ուր ենք գնալու, բացառությամբ այն կանխավարկած եւ ինքնավստահ ներքին վստահության, որ Հայաստանը պայծառ ապագա հաստատ չի գնում։
Դժվար է ասել, թե այսօր Ադրբեջանը ինչ նոր ռազմական էսկալացիա կամ ինչ նոր պահանջներ առաջ կքաշի հստակ վաղ կամ մյուս օրը, բայց մենք գիտենք Ադրբեջանի գերնպատակը, գիտենք թե Ադրբեջանը ինչին է ձգտում եւ այն քարտեզների տարածումը, որը իրենց ենթադրում է Հայաստանի հյուսիս-հարավ-արևելյան շրջանների անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանք պատահական եւ դրանք պատահական չեն եւ ունեն հստակ քաղաքականություն այդ համատեքստում։ Եվ տեսնում ենք նաև, որ այն հատվածները, որտեղ որ Ադրբեջանը 22 թվականի սեպտեմբերին ներխուժեց եւ մնաց, օկուպացրեց Հայաստանի տարածքները, դրանք հենց այն հատվածներն են, որոնք որ այսօր Ադրբեջանը ներկայացնում որպես Ադրբեջանի ճակերտավոր պատմական տարածքներ։ Սա է։ Բանդացան նույնիսկ մենք գերիների մասին, հա, որպես այդպեսին չենք հիշատակում։ Երբ որ ասում եմ չենք հիշատակում, նկատի ունեմ իշխանությունը այսօրվա, այն ինչ որ իրենք ամենօրյա ռեժիմով պետք է անեին եւ միջազգային կառույցների ներկայացնեին մեր պահանջները եւ այլն եւ այլն։ Այս իրականությունը, երբ որ մենք տեսնում ենք եւ ամենօրյա այս աղետալի վիճակը ապրում ենք, նաեւ զուգահեռ տեղափոխվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Ինչա կատարվում այնտեղ։ Մենք ամեն չորեքշաբթի օրերին հանդիպում ենք մի շատ տգեղ միջոցառում, ասեմ, հանդես, ասեմ, չգիտեմ ինչ կարելի է անվանել, կրկես, ասեմ, որովհետև տեսնում ենք ԿՊԱ-ականները դուրս են գալիս, ինչ որ հոխորտանք են, հա, թափում ընդդիմադիրների գլխին, ընդդիմադիրները փորձում են պաշտպանել իրենց, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ու ստացվում է, որ նույնիսկ մանկապարտեզում այդպես չի, հա, դու լավ տղա չես, ես լավ տղա եմ, այդ բառամթերքով դուրս կշպրտեմ դալիճից, ինչ հա կատարվում մեր իրականության շուրջ, երբ որ այստեղ տեսնում ենք, որ իսկապես մենք գլորվելու ենք, հա, որովհետև պռնկին ենք պետականություն ունենալու չունենալու, եւ տեսնում ենք մեր մի խորհրդարան, որը հանձնվեց Արցախը եւ այդ խորհրդարանը մնաց, եւ շարունակում է կարծես թե Նիկոլի օրակարգը, հա, առաջ տանել։ Կամ ձեր բարձրացած խնդրի հենց սկզբից գերիների մասով ես պետք է մի փոքր ցավոտ եւ կխնդրեմ նաեւ մեզ լսողներից մի փոքր ըմբռնումով մոտենամ, որովհետեւ սա այլևս փաստ է 2020 թվականից հետո գերեվարված եւ անհետ կորած ծնողների մի մասի մասին եմ խոսում, որովհետեւ գիտենք ծնողներ կան, որոնք իրենց ողոքի ձայնը պարբերաբար տարբեր ձևերով արտահայտել են ճանապարհ փակելով, հարցազրույցներ տալով, այսինքն առնվազն այդ մարկած չի վերաբերում, խոսքը վերաբերում այն ծնողներին, որոնք որ մինչ օրս հավատացած են եւ լռում են իրենց զավակների անհետ կորած լինելու հանգամանքի մասով կամ գերեվարության մասով, մանիպուլացիայով տարբեր ձևերով իշխանության կողմից։ Այսինքն պետք է հասկանանք, որ եթե կա խնդիր ու այդ խնդիրը չի լուծում տարիներ շարունակ, առնվազն 5 տարի կամ 4-ից մի փոքր ավել տարի, դա պետք է գոնե որոշակի հանրայնացվի, այսինքն այդ մարդիկ պետք է արդեն հանրությանը ներկայացնեն այն հանդիպումների մասով ձեռքբերած պայմանավորվածությունների ձախողումը, որը որ տեղի ունեցել։ Եվ այստեղ մեղադրել միայն իշխանական թևին այդքան էլ ճիշտ չէ։ Այսինքն պարզը չէ, գիտենք, որ դրանք ստախոս են, գիտենք, որ դրանք իրենց մեջ տղամարդկային որևէ արժեք չունեն եւ դա արդեն հաստ արձանագրված ուղղակի այստեղ նաեւ կա ծնողների ոչ թե մեղավորությունը, այլ միգուցե միամիտ խապված լինելու հանգամանքը։ Խապվածությունը արդեն քանի տարի։ Դա է հենց ասում, այսինքն այստեղ նաև պետք է նայենք ծնողների խնդրի մասը։ Ծնողները որպես այդպեսին արդեն խնդրեմ ստեղծում։ Իրանք պետք է այդ խնդրի մասին խոսեն, չգիտեմ, ոչ թե ճանապարհ միայն փակելով, այլ առհասարակ փորձեն համախմբեն օրինակ ողոքիներ կան ՉԿ-ի հետ, որը որ պարբերաբար տարբեր ձև արտահայտել է դիրքորոշումը, նաև մասնակցել է տարբեր քաղաքական ակցիաների եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե մարդուն թվում է, որ ինքը ասում է սա իմ որդու պահանջը քաղաքականության հետ կապ չունի, ես նշեմ, որ պատերազմները չեն լինում օդից վերցրած, լինում են քաղաքականության ձախողման հաշվին կամ արդյունքում։ Եվ ապնդել, որ իրենց որդու պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այդքան էլ ճիշտ չի։ Սա մեկ։ Ինչ վերաբերվում է ուրեմն վերջերս ու առասարակ վերջին շրջանում ազգային ժողովում տեղի ունեցածի մասով, բնականաբար ոչ մեկ որևէ գիտակից մարդու համար կապ չունի, դու փորձագետ ես թե սովորական քաղաքացի, չնայած փորձագետն է սովորական քաղաքացի, բայց տարանջատում այսպես դնեմ, որևէ ձև կապ չունի թե դու ով ես, բայց տահաճապ այդ ամեն ինչը տեսնելը բնականաբար։ Ես կարծում եմ, որ այն խոսույթը քաղաքական, որ պետք է մանդատները դնեն եւ այլն, այդքան էլ ճիշտ չի, ես այդ կարծիքը չեմ կիսում, ու դա իր մեջ ունի ոչ թե ինչ որ քաղաքական
կուսակցության պաշտպանության ուղենիշ, այլ ունի հստակ ընկալում, թե դրանից հետո ինչ պետքա լինի։ Այսինքն ըստ էության գիտենք, որ ոչինչ չի լինելու։ Եթե մեզ թվում է, որ Հայաստանում կա օրենքի գերակայություն, մենք չարաչար սխալվում ենք։ Ես մի փոքր բարձ բացատրեմ։ Դրա վարվակայությունը քաղբանտակելի արկայությունն է, այն մարդիկ, որոնք որ մի փոքր խանգարում են այս իշխանությունը, հետապնդվում են, տարբեր քրեական, վարչական, տարբեր ուրեմն հայցեր կան հարուցած այդ մարդկանց նկատմամբ, վարույթներ կան հարուցած այդ մարդկանց նկատմամբ, եւ եթե մեզ թվում է, որ падգամավորների մանդատ վայրդնելը կբերի կոլապսի խորհրդարանի, ես կարծում եմ, որ մենք հիմա արդեն կոլապսում ենք գտնվում, ինչ այսինքն իշխանությունը հրաժարական տվեց այդ կոլապսից, ոչ։ Իհարկե ԿՊ-ի նպատակը այսօր խորհրդարանում արկա այն մարկանց, կոնկրետ մարկանց թիրախավորելն է, որոնք որ հետագայում կարող են հայտ ներկայացնել քաղաքական վարչապետի տեխնացու լինելու կամ նոր կուսակցությունը առաջնորդելու մասով։ Հիմնական նպատակը այդ մարկանց դեմոնիզացումն է, այդ մարկանց նկատմամբ, այդ մարկանց դրդել այնպիսի գործողությունների, որ մանդատը վայրդնելու մասով որևէ գործողություն լինի կամ դա կրիմինալ դատախազի կողմից, չգիտեմ, տարբեր գործողություն, գիտենք տարբեր դեպքեր եղել, օրինակ Հովեկահասարյանի դեպքը վկա, այսինքն նպատակ կա շարքից հանելու քաղաքական պոտենցիալ ունեցող մարկանց, որոնք որ ապագայում կարող են լուրջ օգուտ տալ Հայաստանի Հանրապետությունին։ Եվ ես կարծում եմ նաև սա որոշակերուն թելադրված է դրսից։ Ինչու, որովհետև թիրախավորում օրինակ հատկապես այս փորձեմ ադրբեջանական եւ այսօրվա Հայաստանի իշխանության կողմից վարած քաղաքացիության մասով առանձնակի ուրեմն նույն բառապաշարով, նույն քաղաքացիությունով կա թիրախավորում Հայաստանի հայ-եվրոպական դաշնակցության կուսակցության նկատմամբ, կա առանձնակի թիրախավորում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, նաեւ իրենց թիմակիցների նկատմամբ, նույնը նման են, այսինքն եթե Ադրբեջանում ասում են օրինակ Սերժ Սարգսյան ինչ որ անվանում են կպցնում, ես ինձ թույլ չեմ տա դա եթերով ասել, նույնը արվում է Ադրբեջանում կամ հակառակը։ Այսինքն այստեղ էլ անգամ հստակ երևում է, որ այսօրվա ԿՊ-ի վարկագիծ ազգային ժողովում նաև այդ քաղաքական օրակարգը սպասարկելու նպատակ ունի։ Ես կարծում եմ, որ մի փոքր ասածս ես իհարկե բռնության կոչ չեմ անում, բայց կարծում եմ, որ պետքա ազգային ժողովում ոչ թե տպավորություն ստեղծվի կողքից, որ ընդդիմադիրները վախենում են կռվից, ես կռվի կոչ չեմ անում, բայց առնվազն գոնե այդ ոնց ասեմ, պատնեշը կամ խուսափողականությունը կամ տեսնում եմ, որ գիտեմ, չէ՞ մի 6-7 հոգի կամ որոնք կռվի համար են այնտեղ տեղադրված, հենց մի բան լինում է, բորենու պես հարձակվում են տարբեր ուղղություններից։ Այդ մարդկանց պետք է գոնե մի անգամ քաղաքական ապտակ տալ։ Այդ մարդկանց գոնե մի անգամ պետք է իրենց տեղը ցույց տալ, որ այդ մարդիկ հաջորդ անգամ քեզ մոտենալուց հասկանան, որ կարող են պատասխան ստանալ։ Այսինքն, եթե ու նաև ասեմ, հասարակության մոտ դա որոշակի երկու տեսակի ընկալում կա, ըստ իմ ունեցած պատկերացումների, մի ընկալում այն է, որ ինչու չեն ծեծում, ինչու հանդիմադիրները չեն խփում հակառակողությամբ, այստեղ ավելի շատ ագրեսիվ դիրքորոշումն է, դիրքավորումն է, եւ երկրորդը, այստեղ ավելի շատ քաղաքական քննարկումների բադը կարելի է օրինակ մի փոքր ավելի մեղմ արտահայտել, բայց ես օրինակ հրապարակում եմ արել վերջին Լևոն Քոչարյանի մասով, որ եթե օրինակ ԿՊԱ-ականներին քանի տարի թուրք դավաճան հողատու եւ ինչ ասած չեն ասում, այդ մարդիկ համակերպվել են այդ իրականության հետ ու օրինակ Լևոն Քոչարյանի պապին փորձում են թուրքի նմանակում տալ, բնական է, չէ՞, այդ մարդը չի հանդուրժել նախկինում, ոչ երեք, ոչ այսօր եւ ոչ էլ վաղը։ Ու պետք է արձագանքը լիներ։ Այսինքն ես առնվազն այդ արձագանքը բավական մի բան էլ մեղմ եմ համարում։ Ու եթե ԿՊ-ին թվում է, որ իրենք փողոցային պատգամավորին ոչ հարի վարկագծով կարող են ճնշել դիմացի ավելի պատշաճ եւ ավելի կրթված ու բարոյական դասերակցություն ունեցող մարդու, իրանք սխալվում են։ Այսինքն յուրաքանչյուր տղամարդը հասկանում է, որ կա այդ բարոյականության կարմիր գիծը, որից հետո դու մոռանում ես դու ով ես։ Պատգամավոր կլինես, նախարար կլինես, հələ մի փոքր նախագահի վարչապետի պաշտոն այլ դիրքերի վրա է գտնվում, եթե զուտ քաղաքական անկալման մասին ասենք։ Իմ համար բնականաբար տհաճ է, բայց ես կարծում եմ, որ պետքա մի փոքր ավելի տակտիկան փոխել ԿՊԱ-ականների պատասխանը։ Բայց պարոն Դավթյան, փոխենք տակտիկան, չփոխենք, Քոչարյան պատասխանի, կոշտ պատասխանի, նրանք խփեն, սրանք պատասխանեն, ինչ է տալիս այսօր մեզ դա, երբ նաև այս ընթացքում ավելի շատ խոսվում է անվստահություն հայտնելու գործընթացի մասին, երբ որ Հայաստան դաշինքը կոնկրետ իր ամբողջ հայտարարության մեջ մի գիծ կար, որ ասեց անլուրջ է այդ ամեն ինչը։ Լավ, եթե դուք մանդատներդ վայր չեք դնում, անլուրջ եք համարում անվստահությունը, փողոցով մենք չենք կարողանում Նիկոլին հեռացնել, բայց դուք 21 թվականի ընտրությունների նախաշեմին ասում եք, որ մենք կրելու ենք, չկրեցիք, 1
ասեցի գնում ենք խորհրդարան Նիկոլին հեռացնելու 2, էդ էլ չեք արել։ Ստացվում է, որ այդ ծեծ կրտուկ, դու ես, ու Նիկոլը մնում է եւ գնում են այդպես ուղևորություններ, բան, հետո ԿՊԱ-ականների հետ ջանջիգար են անում, այնտեղ մարդիկ կան առանձին, որ գիտենք։ Դրանից պետք է զոհված ինձարոյի հայրեր, որը փոխեց քաղաքականին։ Դե հիմա մարդն էլ ասում է պետության համար ես կարող եմ մտնել ԿՊ։ Հա, դե այդ մարդուն չեմ էլ ուզում քննարկեմ, իրականում ինքը սպառված մարդ է որպես այդպեսին, ինչքան ինձ ասեն, որ զոհված ինձարոյի ծնող է, բայց ինքը եթե ես զավակի շիրի մչի հարգում, մեզ ինչ, ինքն այդտեղ արդեն մեր անելիքը չի։ Տեսեք, impeachment-ի մասով այստեղ քննարկումները շատ էին ու կարծում եմ այդ տեղեկատվական դաշտում շատ ամեն ինչ խառնվեց իրար, այսինքն հերթականություն անցալու մի փոքր այլ ձև մեկնաբանվեց։ Ես իհարկե չունեմ որևէ աֆիլիացիա Հայաստան Դաշինքի հետ, բացի այն, որ 21 թվականին եղել եմ քարոզչական արշավից Սերան Օհանյանի թիմի անդամ, դա չեմ թաքցնում, դա ասել եմ միշտ։ Դե փորձում ենք ամեն կերպ ամեն ինչ անել, որ ասել, ուզում ասեմ, սա իմ ընկալումներն է եւ չունի որևէ մեկնաբանություն կամ դիրքորոշում Հայաստան Դաշինքի մասով։ Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ ուրեմն impeachment-ի մասով ավելի շատ կա շտապողականություն։ Ես իհարկե կողմ եմ, որ ամեն ինչ արվի օրինական ճանապարհով եւ impeachment-ը դա օրինական ճանապարհ է, այդ օրինական ճանապարհն է, այո։ Մեկ էլ կա հրաժարականը, որը բնականաբար չեմ կարծում, որ կլինի Նիկոլի կամքով։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ պետքա գործողությունը զուգորդաբար լինի, այսինքն եթե մենք ակնկալում ենք, որ impeachment-ը տարածինք, թուղթ ներկայացեցինք, ձայները հավաքվեց, մեկ էլ հոп Նիկոլը վարչապետ չի, դա այդպես չի լինելու։ Ես կարծում եմ, որ փողոցային պայքարի զուգահեռ պետք է լինի։ Եվ այդ շտապողականության մեկնաբանություն իմ որպես սովորական քաղաքացի ընկալում կապված է հենց դրա հետ, որ առանց փողոցային արկայության, փողոցային զանգվածի արկայության նման քաղաքական կամ նման իրավական ավելի ճիշտ ուղղություն բռնելը մի փոքր շտապողականություն եւ ոչ լուրջ։ Ես ոչ թե լուրջ խոսքը վերաբերվում նախաձեռնության մասին կամ այդ process-ի մասին, դա լուրջ process է, այլ քայլերի հաջորդականության հետ առաջի մասին։ Եվ եթե մենք մի պահ ընկալենք կամ պատկերացնենք, որ Հայաստան Դաշինքը դրոշակը վերցրեց ու գնաց ու ձախողեց, ես ես հավատացնում, որ 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից բան չի մնալ։ Նիկոլին այսօր պետք է մի հատ շատ կարևոր ֆունդամենտ իրավական առումով, օրինակ այդ impeachment-ի ձախողումն է, որը 6 ամիս արգելում է որևէ ձևով անվստահություն հայտնում է ուրեմն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Եվ մենք տեսանք, թե Արցախը ինչ ափալ-թափալ ձևով հանձնվեց, տեսանք, թե պատերազմից հետո, այսինքն 21 ներողություն, 23 թվականից հետո Սյունիքի Տավուշի մարզի ուրեմն բնակավայրը ինչպես ափալ-թափալ հանձնվեց։ Ինքն Նիկոլի մոտ այդ ժամանակ ձգելու նպատակներ չկա։ Իրան պետք է մատ հարմար քաղաքական եւ իրավական իրավիճակ, որից օգտվելով նա կարող է այդ գործողություններին գնալ։ Եվ ես կարծում եմ, որ եթե լինի փողոցային զանգվածի process, այսինքն ցույցեր եւ պահանջը որպես այդպիսի impeachment-ը լինի, այդտեղ կա շանսեր։ Այս դեպքում երբ որ նայեք, ազգային ժողովի երկու թևերը, հա, ընդդիմադիր երկու թևերը միավորվում են եւ արդեն հայտարարում են, որ մենք սկսում ենք գործընթացը։ Դա իհարկե հասկանում ենք, որ 1 օրվա, 2 օրվա բան չի, գոնե մի 10 օրվա անելիք կա, հա, այդտեղ անելու։ Փողոցը ըստ դրա արդեն կձևավորվի։ Բան դա։ Տեսեք, հիմա ինչն է խնդիրը, նախ փողոցը ստացվում է այնպես, որ ներողություն 18 թվականին ոնց էր Նիկոլը 1 գրառմամբ ժողովուրդ էր հավաքում։ Այսօր այդ ժողովուրդը ես ես վստահեցնում եմ, որ կազմ պատրաստ սպասում է։ Ես այդ համոզմունքը այլ խնդիրը, որ ովքեր են դուրս հանողները։ Խնդիրը որն է, այստեղ ոչ թե հասարակ, ես երբևիցե չեմ մեղադրել ժողովրդին, սկսենք դրանից։ Երբեք չեմ ասել հասարակությունն ամեղավոր, հասարակությունը իր մեղավորություն ունի այնքանով, որքանով բոլորս ունենք։ Այսօր որ Նիկոլը մնացել է իշխանություն, սա արձանագրենք։ Ոչ մեկ անմեղ չի, այդ թվում նաև ես։ Բոլորս մեղավոր ենք դառնում այս թվում նաև ես ու դու, որ Նիկոլը կա։ Բայց այդտեղ կա շատ կարևոր հանգամանք։ Ենթադրենք, ես եմ դուրս գալիս փողոց։ Ինչ ճանաչում է, ենթադրենք 100 հոգի։ 100-ից վստահում է 20-ը։ Այն 20-ից 5-ը աշխատանքի է, ես մի քիչ հումոր եմ ասում, բայց տենց է, էլի։ Այդ մի 5-ը այդ օրը լավ չի, ճնշում ունի, տաքություն չի գալիս, մնում ենք 10 հոգով, այսինքն այն մի 80 հոգին ասում է դե լավ, ես իրեն որպես հանրային գործից հավանում եմ, բայց որպես քաղաքական լիդեր չեմ տեսնում։ Մեր հասարակությունը այդ առումով շատ բարակտված է։
անընդհատ փորձում են նոր փրկիչներ գտնել, նախկիներին մերժում են, այս ով էլ որ գալիս է առաջ, չգիտես ոնց օթից կապված հեքիաթներով կապում են նախկինների հետ։ Նոր մարդ են ուզում։ Դե հենց այդ ախր մենք այս Հայաստանի Հանրապետության քառակուսի վրա նոր հայեր չեն ծնվելու մեկ օրում, այսինքն միանգամից 30 տարեկան մարդ չի ծնվելու կամ 35։ Այն մարդիկ, ովքեր որ կարծում են, որ հետագայում ավելի մեծ գործեր են անելու, իրանք հենց փոքր են տարիքով, այսինքն չունեն այդ դեպքում պարոն Դավթյան, թող անվստահության գործընթաց սկսելուց, ասենք ընդդիմությունը առաջարկի օրինակ քպական որևէ պատգամավորի տեխնատությունը վարչապետի։ Օհ, դա շատ դա ինչ որ շատ կարճ ժամանակաշրջան է, չէ՞, տևելու եւ հետո մենք 26 թվականը հեռու անցյալում չի։ Տեսեք, իրականում տարբերակներ շատ կա, մենք կարող ենք տարբեր առաջարկներ անել, բայց քպականին առաջ քաշելը ես եթե նման բան լինի, այսօրվա դրությամբ կարողանան քպականներին բերել։ Ախր դա էլ է մեծ խնդրեմ։ Տեսեք, տարբեր քաղաքական գործիչներ ասում են մեր կապի մեջ են, այդ մարդիկ sense բան են ասում, զանգում են, գրում են եւ այլն, բայց այդ մարդիկ քանի որ 10 երեսանի են, իրանք մի վարքանում կարող է այս պայն ասեն, հա, երբ որ զանգված հավաքվի, պետքա մի պակատեն, այդ մի հոգուն առնեն, տարբեր վստահաբար կարա լինի։ Այսինքն մենք այդ վստահությունը չունենք, երբ որ մենք փորձենք քպականին ներքաշենք այս process-ի մեջ կամ ասենք այ դու դարի ժամանակավոր ղեկավար, մինչև 26-ի, մինչև սան հանենք, էլի որ խնդիրները մի քանի թեթևանան։ Մենք վստահ չենք, որ այդ մարդը ինչ կանի։ Քպան այսօր չունի ոչ քաղաքական դեմք, ոչ բարոյական դեմք, տղամարդկության մասին չեմ էլ խոսում։ Այդ մարդկանց վրա մի քիչ լուրջ հայացքով նայես, ինսուլտ կստանան, այսինքն վախից։ Այդ մարդկանց մոտ ուրիշ բան չկա։ Ծիծաղը չի լացելու բան եմ ասում դες, բայց պրոստը process-ը այն է, որ երբ որ մենք փորձում ենք ԿՊ-ի ընկալենք որպես քաղաքական տար, քաղաքական հարց լուծող ինչ որ մեկը, այդ մարդիկ սպառված են։ Այդ մարդիկ երբ որ կանգնում են անբունից բոլորին լավ ու ընտանիք են հայոյում, հատկապես այդ Արսեն Թորոսյանը, ինքը պետք է հիշի, որ ինքը պատասխան է տալու։ Որևէ հայ տղամարդ, անգամ հայ կին, ով իրենից ավելի շատ տղամարդ Արսեն Թորոսյանից, ինքը դրա համար պատասխան է տալու։ Վաղ թե ուշ ինքը հավերժ չի մնալ իշխանության։ Իմ մոտ տպավորությունն է Նիկոլը այս վերջի շրջանում հայտարարել է իր այդ մարապճեղներին, ասել է հնարավորինս դուրս եկեք, ամբիոն, ակտիվ եղեք, չգիտեմ, հայհոյանքները ավելի շատացրեք, թող այնտեղ լինի, չգիտեմ ինչ, որպեսզի դուք ցուցակներում լինելու եք 26 թվականի։ Նաև այս մարդիկ շատերը այնտեղ նստած քպականների մասն է խոսքը, հա, իրենք հասկանում են, որ 26-ի ցուցակներում չեն լինելու։ Եվ գոնե այս անվստահությունը նաև ընձեռնում է իրենց մեծ հնարավորություն ընդդիմադիր դաշտ։ Տեսեք, մենք այստեղ պետք է հասկանանք մի բան, որ եթե ԿՊ-ին, Արսեն Թորոսյանին կամ նման արարածներին թվում է, որ իրանք մարդկանց լավի հայոյանք տալով պետք է ցուցակում հայտնվեն ու դրան ապահովագրվեն, իրանք չարաչար սխալվում են։ Այդ մարդկանց մոտ հիշողություն, եթե հավի է մի օրվա կամ կեսօրվա, շատերի մոտ դա տարիների, տասնամյակների հիշողություն։ Եթե իրանք մոռանում են ազգային արժեքները, պատմական արժեքների հիշողություն, ասում են իրական Հայաստան պատմականը մոռանանք, то իրանք չթվա, որ մենք էլ ենք այտենց։ Իմ նման շատ 1000-10 հազարներով մարդիկ կան, որոնք ունեն այդ ազգային ընկալումը հայրենիքի հանդեպ իրենց ունեցած պատմական սերը, ասենց ասեմ։ Ու իրանց այդ վարքը հայյանք, հոխորտանք, լկտի պահված, որը падգամով այդ բացարձակ կապ չունի։ Նաև ձեր ասացի մասին է վկայում, այսինքն իրենք կարծում են, որ այտենց իրենց լպիրշ բան պետք է հայտնվեն ցուցակում, այտենց չի լինելու։ Ու ասեմ ձեզ, եթե Նիկոլենց թվում է, որ իրանք 26 թվին են հաղթել, իրանք այդտեղ են սխալ հաշվարկարել։ Եթե 21 թվականին հասարակությունը պատերազմից հետո այն մասան, որը հիասթափվել էր կամ առհասարակ չէր կորցրել իր լիարժեք վստահությունը Նիկոլի հանդեպ, այդ կտրին հավատաց որոշակիորեն, հա, այսինքն գնաց ընտրեց նորից Նիկոլ։ Բայց հիմա այդ համոզմունքը ինչքան որ ես շփում ունեմ, ինչքան որ հասկանում եմ տարբերությունների հետ կապ ունենալով, այդ հասարակական ընկալումը բավական նվազ իջած է, այսինքն բայց այդ ժամանակ գոնե ցավը ավելի տաք էր, պարոն Դավթյան։ Հիմա էլ ասեմ ձեզ, չգնային ու չընտրեին։ Հիմա խնդրեմը ո՞րն է։ Հիմա մարդկանց ընտրությունների ներգրավելու խնդրեմն է բավական մեծ լինելու։ Եթե 21 թվականին էլի կար պակաս ներգրավվածություն ընտրազանգված, հիմա այս 26 թվին էլ ավելի պակաս է լինելու։ Այսինքն այստեղ Նիկոլեն կարող է հաշվարկանել այդ պակասության հաշվին հաղթանակ տանելու մասով, բայց այստեղ նաև կա ընդդիմության ոչ թե խորհրդանական, այլ առհասարակ ընդդիմության աշխատանքի մասով մեծ գործ կա անելու հետագայում կամ չգիտեմ վաղվանից կամ այսօրվանից։ Որտեղ ստացվում է, որ ժողովուրդը նույն հաջողությամբ ընդդիմադիր այսօրվա Հայաստան դաշինքն էլ գումարվելով չի գնալու ընտրի այլևս։ Օրինակ ասելու է, եթե Հայաստան դաշինքը օրինակ անվստահություն չհայտնեց, Նիկոլին ինչ օրս չհեռացրեց դաշտից եւ այլն, էլ գնանք դրանց ընտրենք ում ընտրենք։
Տեսեք, մեր ընտրենք։ մի հատ շատ լավ ես համատություն եմ անում, դա երևացել է 22 թվականի դիմարության շարժումից սկսած, երբ որ մարդիկ կոչ են անում շենքեր գրավելու, ուժ կիրառելու մասով, դա շատ միշտ եղել է համացանցում, օրինակ ցույցերի ժամանակ զույգների պահով։ Ես ականատես եմ եղել մի դրվագի եւ անձամբ այդտեղ ներկա եմ եղել ու այսօրապես հիշում եմ, երբ որ 22 հույսի շատ եմ ասում հարցազրույցներ, երբ որ 22 թվականին մեր այս ենթակայի մոտ եկել է Լիտվա, թե Լատվիա նախագահ, կոնկրետ չեմ հիշում, կառավարության շենքում էր, Ամիրյան փողոցը ծառից էլ լցված մարդեր, խիտ բազմություն, 20,000-ից ավել մարդ կար։ Ոստիկանությունը այդտեղ Ամիրյան փողոցը փակել էր 3 թե 4 շարքով։ Այդ ճեղքումից հետո որ պետք է հասնեին ազգային ժողով ներողություն, կառավարության շենք ըստ ընկալման ատեի հասարակության, ես պլանի մասին չեմ ասում, ես իմ ընկալումների մասին եմ ասում։ Նիկոլին պահանջին հրաժարական կառավարության շենքի դռան մոտ եղել է 100-ից 200 հոգի մարդ։ Այդ հոտ զանգվածից, այսինքն եթե մարդը կողքից ասում է ինչի չեն հանում ու դա պատկերացնում է ուժի կարգավիճակով, բայց ինքը տեղ ներգրաված չի, այդտեղ արդեն մեծ խնդրեմ ունենք։ Ոչ թե խնդրեմ ունենք հենց ընդդիմադիրների ազգային ժողովում գտնվող կուսակցությունների մասին, եւ պատիվունեմ եւ Հայաստան դաշինք, այստեղ խնդրեմ իրանց դաշտում չի, խնդրեմ այդ մարդկանց մեջ է։ Այսինքն եթե դու դրա մասին խոսում ես, դու առնվազն այդ համոզմունք ունես, դու պետքա պատրաստ լինես ներգրավելու այդ process-ում։ Եթե չունես, ապա պետքա նման արտահայտություններ չանես ու չմեղադրես ընդդիմադիրներին, թե ինչի չեն գրավում տարբեր շինություններ։ Մենք հետո շատ հաճախ մոռանում ենք, որ Նիկոլի ու մնացածի միջև կա շատ մեծ առիթ տարբերություն։ Նիկոլ Փաշինյանը չունենալով որևէ հայկական հենք, մեկ բառով այդպես ասեմ, ինքը ամեն ինչի ընդունակ է։ Բայց եթե տեղափոխվենք ընդդիմության դաշտ, այնտեղ շատ տարբեր մարդիկ կան, տարբեր ընկալումներով, տարբեր հայրենիքի հանդեպ տարբեր պատկերացումներով, բայց ոչ Նիկոլի նման, էլի, այսինքն մարդկանց հեշտ ասա, դե Նիկոլ արես, Նիկոլի պես կարան անեն։ Դա ոչ թե մենակ հոգեբանական բարիերի հաղթահարում է, նաև բարոյական բարիերի հաղթահարում է, որը ես կարծում եմ դիմադիրներից ոչ մեկ ունակ չի դրան։ Այսինքն մարդիկ ես էլ անգամ ունակ չեմ։ Ես բարձ ասում եմ դրա մասին։ Ես իհարկե ունեմ իմ համոզմունքները, ես գիտեմ, որ եթե X բան եկավ, ես ինչ պետք է անեմ կամ որտեղ պետք է ներգրաված լինես, այդ դրա պատրաստակամություն ունեմ, բայց ես չեմ վստահ չեմ, որ իմ նման շատերը կարան դա անեն։ Այսինքն ես եղել եմ եւ ամենաթեժ տեղերում եմ եղել, այսինքն այդ ցույցերի ժամանակ չեմ գնացի ամենավերջում կանոներ խորհուրդներ տվել։ Իմ համար այսօր համար առաջի խնդրեմը Նիկոլ Փաշինյանը նոր մնացած է։ Եվ եթե ես ասում եմ, որ պետք է Նիկոլին հեռացնել, ես չեմ ասում մեղադրելու նպատակով մենակ ընդդիմությունը։ Ընդդիմությունը բնականաբար թերություններ ունի։ Ընդդիմության ցախողումներ գիտենք, դրա մասին ասում ենք, բայց ներս չի որ ամեն ինչ չի լինում, ընդդիմությունն է մեղավոր խորհրդարանական։ Բնականաբար ես կարծում եմ, որ այս ընտրությունները շատ անկանխատեսելի արդյունք են ունենալու, ինչքան է դրա մասին խոսանք, ոչ մեկ չի կարող հստակ ասել, թե ինչ կլինի վերջում, բայց ռիսկերը, որ Նիկոլը կարող է վերընտրվել, բավական բարձր է։ Այստեղ նորից կրկնվեմ, իր հիմնական թիրախը լինելու է ցածր ներգրավվածություն ընտրազանգվածի, որ ինքը դրա վրա աշխատի։ Եվ դրա ուղիղ համատակարը նա Գյումրի պահն էր, այսինքն իրենք չէին հաշվարկել գոնե Գյումրիում, որ մասնակցություն ընտրություններին կլինի 40,000 պլյուս։ Որտեվ 21 թվականին, եթե չեմ սխալվում, 21,000 էր, թե 20,000 էր մասնակիցների։ Նաև այստեղ տեսանք Ավիմյանի ընտրությունները, քաղաքապետի։ Այո, եւ եթե մարդիկ այսպես հիմա նախընտրական այսպես ասած կոչ ասեն, եւ եթե մեզ լսողները իրոք ուզում են Նիկոլին փոխեն, ու եթե իրոք ուզում են, որ պետքա, եւ կարծում են, որ Նիկոլը պետքա գնա, իրանք պետքա ներգրաված լինեն եւ ցույցերին, որ իմպիչմենթի նպատակ ունի, որ ամենալավ տարբերակն է քան ընտրություններին գնալը, դա ես միանշանակ ասում եմ։ Եվ նաև իհարկե եթե բանը հասնի դրան եւ որևէ բան չստացվի գնանք ընտրությունները իրենց մասնակցությամբ մերժեն Նիկոլին, դա է ամենում, որտեղ ինչքան էլ որ փորձեն ասել, որ կեղծիքներ կանի, Նիկոլը չի կարող 400,000 ձեն կեղծի։ Դա ոչ մեկ չի, դա հստակ երևացող թե իսկ այդ կեղծիքները իր հետևից բերելու են շատ լուրջ հետևանքներ։ Դե 20% համաձայն ունեն։ Հա դե վարչական ռեսուրսը sense տենից կա, բայց հələ հարցը վարչական ռեսուրսն էլ իր հետ մեկտեղ ինչքան ձայն կտա Նիկոլը, որտեղ այնտեղ էլի մարդիկ կան, որոնք համաձայն չեն, պարզապես աշխատում են, որտեղ ուրիշ աշխատանք չունեն, հանապազորյա հացի համար են այնտեղ աշխատում։ Ես չեմ ասում պատասխանատու պաշտոնից զբաղեցնող մարդկանց մասին, ես ասում եմ շարքային ուրեմն աշխատողների մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։